Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-ի անալիքներում, Telegram-ի անալիքներում, TikTok-ի անալիքներում, գրացվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտի նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Անձնական, գործնական, ֆինանսական, նեգատիվի առկայություն։ Ես մեծ ուրախությամբ ձեր հարցերին կպատասխանեմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себе в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждое утро и воскресенье, каждую субботу и воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Я знаю много моих подписчиков, они русскоязычные люди. Дорогие мои, вы можете задавать ваши вопросы на русском. Я с вашим удовольствием буду вас отвечать на русском. Սկսենք սիրելիներս։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր լայքերով, ձեր շերտերով, ձեր նվերներով։ Նման ձևով մեր լինի էներգիայի փոխանակում, ես իմ էներգիան ձեզ կդամ, դուք եք ձեր լայքերով, ձեր մեկնաբանություններով, ձեր էներգետիկա։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով նույնպես ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Անձնական, գործնական, ֆինանսական, առողջական։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շնորհակալ եմ սիրելիներս։ Նազելի 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար, Նազելի 21 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Նազելի, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, գիտեք ինչ կան խնդիրներ սիրելի Նազելի, ոնց որ ձեր երազանքների ճանապարհը փակված է, բայց մի քվախեցեք, մի հիասթափեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս սիրելի Նազելի։ Մեդաքսեր Անդրանիկ, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մեդաքսե Անդրանիկ։ Սիրելի Մեդաքսե, սիրելի Անդրանիկ, տարապես ցույց է տալիս, որ հաջողություն է լինելու
ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, խնդիրներ կա, սիրելի Մետաքսե, սիրելի Անդրանիկ, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակած դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս։ Նարինե 40 տարեկան, կա արդյոք առողջական բարդություն, խնդիր։ Նարինե 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Սիրելի Նարինե, կա առողջական խնդիր, կա բարդություն, բայց դա սովորական առողջական խնդիր չէ։ Ձեր առողջական խնդիրը, ձեր ֆիզիոլոգիական խնդիրը, ձեր էներգիայի բացակայությունը, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուղիր, որը բերել նման ֆիզիոլոգիական բարդույթի առաջ է կանգնեցրել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից եւ ձեր առողջական ոլորտում ոչ մի խնդիր եւ խնդրեմ չի լինի, եթե կա դուք կկարողանաք հաջողությամբ ձերբազատվել։ Հարություն 31 տարեկան անձնական։ Հարություն 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Հարություն, կա դժվարություններ ձեր անձնական ոլորտում, բայց մի վախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ճիշտ է, կա դժվարություն, ճիշտ է, կա որոշակի տեսքով հիասթափություն, բայց մի վախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաղթանակ։ Սեյրան 62 տարեկան, Գերմանիակ կար Կոհար 26 տարեկան, թուղթուղիր չի լսվում։ Հրիփսիմե 37 տարեկան, ուզում եք ձեր աշխատանքը փոխել, դա կլինի, կստացվի, թե ոչ։ Այո, սիրելիս, դուք կարողանաք ձեր աշխատանքի վայրը փոխել եւ ավելի լավ աշխատանքի առաջ կկանգնեք, հնարավորություն կունենաք։ Դա կլինի։ Սեյրան 62 տարեկան, կկարողանաք գնալ Գերմանիա, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Սեյրան, ոնց որ ձեր ճանապարհները փակվում են, բայց ոչ։ Ճիշտ է, որոշակի ձևով խնդիրներ կարող է առաջանալ, բայց դուք հնարավորություն կունենաք այդ խնդիրները հաղթահարել, ձեր դեմ ճանապարհները կբացվի, դուք կկարողանաք գնալ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Կոհար 36 տարեկան աբագա։ Կոհար 36 տարեկան աբագա։ Կա խնդիրներ, սիրելի Կոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեզ հաջողություն է սպասում եւ ֆինանսական ոլորտում, եւ գործնական ոլորտում, հաջողություններ, հաղթանակներ, հնարավորություններ։ Գիտեք ինչ, թուղթուղիրը դուք մոտ կարող եք մաքրել, դա ես չեմ խորհուրդ տալիս, դա դուք եք որոշում կայացնում։ Ճիշտ է, ես մաքրման գործողություն կատարում եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է անպայման ինձ դիմեք։ Դա ձեր սեփական ցանկությունն է, ում կգտնեք հարմար, ում կգտնեք ձեզ ավելի հարազատ, կարող եք իրեն դիմել։ Ես մաքրման գործողություն կատարում եմ, բայց դա չի նշանակում, որ կարող եք անպայման ինձ դիմել։
29 տարեկան երեխա ունենաք թե ոչ։ Կարինե 29 տարեկան երեխա ունենաք թե ոչ։ Այո, սիրելի Կարինե, դուք տղա երեխա կունենաք, ձեզանից էլ աշխալուսանք եմ սպասում։ Շնորհակալ եմ նվերների և լայքերի համար։ Սամվել 34 տարեկան անձնական։ Սամվել 34 տարեկան անձնական։ Սիրելի Սամվել, ձեր անձնական ոլորտում, ձեր և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Սամվել, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հրիփսիմե 21 տարեկան անձնական ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի համար։ Սիրելի Հրիփսիմե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր տան վրա կա թուղթուկիր, եւ ձեր եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հրիփսիմե, եւ անձնական կլինի, եւ գործնական հաջողություններ կլինի։ Շնորհակալ եմ։ Մերի 31 տարեկան երրորդ բալիկը կունենաք թե ոչ։ Մերի 31 տարեկան երրորդ բալիկը կունենաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Մերի։ Սիրելի Մերի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակում է ձեր երրորդ բալիկ ունենալու հնարավորությունը։ Այս թուղթուկիրը, այս մագիան առաջացնում է առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այս մագիան եւ երրորդ բալիկ կունենաք, նաեւ կլինեք անձնական երջանիկ։ Այս մագիան, սիրելի Մերի, ձեր եւ անձնականի վրա է կատարված եւ ձեր ընտանեկան երջանկության վրա է ազդելու։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից եւ ձեր ընտանիքի հաջողությունը չեք խնդիրների առաջ կանգնեցնի եւ երրորդ երեխա ունենալու հնարավորությունը կունենաք։ Յուրա 30 տարեկան անձնական։ Յուրա 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Յուրայի համար։ Սիրելի Յուրա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ անձնական կլինի եւ հաջողություններ կլինի։ Ձեր վրա շատ քեջ կախարդանք կար, սիրելի Յուրա։ Մաքրվեք, դուրս եկեք այդ նեգատիվից։
Վարդան 28 տարեկան տեսնենք ինչպես կլինի Վարդանի դատավորությունը Վարդան 28 տարեկան Ընդհանրապես ցույց է տալիս, որ դատավորություն ճիշտ է լինելու է, բայց որոշակի ձևով իօգուտ Վարդանին է լինելու, ոչ թե ի վնաս, ինչ որոշում է որ կայացնեն, ոչ թե ի վնաս Վարդանին է լինելու, այլ իօգուտ Վարդանի, այսինքն մեղմ է լինելու։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արման 28 տարեկան կունենաք պաշտոնի բարձրացում։ Արման 28 տարեկան կլինի պաշտոնի բարձրացում։ Սիրելի Արման, ձեր վրա թուղթուղիր կա, ձեր վրա կա մագիա կա, ձեր վրա հաճք կա, նախս կա, որը խանգարելու է ձեր մոտ պաշտոնի բարձրացմանը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ հնարավորություն կլինի, որ դուք պաշտոնի բարձրացում ունենաք։ Մեղմ եմ տեսնում Վարդանի մոտ, մեղմ եմ տեսնում ամեն ինչ, լինելու է իօգուտ Վարդանի։ Վահան 28 տարեկան անձնական Վահան 28 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Վահան, բայց այդ խնդիրները ժամանակավոր է, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, ձեր երազանք նպատակները կատարվելու է։ Լիան 30 տարեկան անձնական Լիան 30 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանի համար։ Կա խնդիրներ սիրելի Լիա։ Սիրելի Լիան, ձեր վրա թուղթուղիր կա, ձեր վրա կախարդանք կա, որը փակում է ձեր անձնականը։ Անձնական ոլորտում դուք ոչ որ հիվանդ լինեք։ Գիտեք ինչ, սիրելի Լիան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Անահիտ 52 տարեկան անձնական Անահիտ 52 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Կա խնդիրներ սիրելի Անահիտ, ոնց որ ձեր անձնականը ամբողջովին տարած լինի։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, ձեր երազանքների ճանապարհը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անահիտ, նոր հնարավորություն կլինի, որ ձեր անձնական կյանքում դուք ունենաք երջանկություն։ Այս նեգատիվը ամեն ինչ գլխի վրա է դարձրել։ Այո, ես մաքրում կատարում եմ, կարող եք նաև ինձ դիմել։ Կնյազ 34 տարեկան, թուղթուղիր կա թե ոչ։ Կնյազ 34 տարեկան, թուղթուղիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի կնյազին։ Սիրելի կնյազ, այո, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա։ Այո, այս մագիան, այս կախարդանքը չի թողնում, որ դուք առաջ գնաք։ Ընդհակառակը մի քայլ անում եք առաջ 10 քայլ հետ։ Փեդած, մինուսներ, խնդիրներ, պրոբլեմներ։ Սիրելի կնյազ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն,
դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ելենա 20 Սիրելի Ելենա, կոնկրետ տվեք ձեր հարցը, որովհետեւ ես կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Հերմինե 22 տարեկան, առողջական, ֆինանսական։ Հերմինե 22 տարեկան, առողջական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեզ սիրելի Հերմինեի համար։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա մագիա, որը բերում է առողջական խնդիրներ, որը փակում է ձեր ֆինանսական ոլորտը։ Ձեր վրա տոմական անեզք կա, հնարավոր է եւ հայրական անձն է փակված, եւ մայրական անձն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Հերմինե, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ առողջական խնդիրներից կցերպ ազատվեք եւ ֆինանսական բարդություններից ու դժվարություններից դուրս կգաք։ Արթուր Էմա, ինչ է սպասվում։ Արթուր Էմա, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Արթուր Էմա, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Արթուր, սիրելի Էմա, սիրելի Արթուր, սիրելի Էմա, ձեր վրա թուղթուկիր կա, որը բերում է խնդիրներ եւ անձնական ոլորտի հետ կապված, եւ ֆինանսական ոլորտի հետ կապված։ Սիրելի Արթուր, սիրելի Էմա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր անձնականի վրայից մաքրեք եւ կլինի հաջողություն։ Այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Հրիփսիմե 20 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեզ սիրելի Հրիփսիմեի համար։ Հրիփսիմե 20 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հրիփսիմե, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այլ խնդրես պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակով, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս։ Ելենա 22 տարեկան, այս տարի երեխա կունենաք, թե ոչ։ Ելենա 22 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Ելենա։ Կա խնդիրներ, կա բարդություններ, կա դժվարություններ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի Ելենա, ձեր վրա թուղթուկիր կա, որը փակում է, ճիշտ է դուք երիտասարդ եք, բայց սա առաջացնում է առողջական խնդիրներ, առաջացնում է ֆինանսական բարդություններ, ստրեսային իրավիճակներ, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը։ Սիրելի Ելենա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի երեխա ունենալ։ Հրիփսիմե Ռոբերտ, երեխա, երջանկություն, ինչ ենք ասում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի եւ Ռոբերտի համար։ Սիրելի Հրիփսիմե, սիրելի Ռոբերտ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր ընտանուր երջանկությունը, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, սիրելի Հրիփսիմե, սիրելի Ռոբերտ, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր եւ անձնական ոլորտում եւ երեխա ունենալու հետ կապված բոլոր երազանքներն ու նպատակները կկատարվեն։ Սիրելիս, իմ ծառայության արժեքի համար
Դուք անհատական կարող եք ինձ գրել, ես ձեզ իմ ծառայության արժեքը ձեզ կտեղեկացնեմ։ Մահեր կզանգի Մարիամին, Մահեր կզանգի Մարիամին, սիրում է թե ոչ, Մահեր կզանգի Մարիամին, թե ոչ։ Ընդհանրապես սիրելիներս եւ Մահերի վրա կա թուղթուգիր եւ Մարիամի վրա կա թուղթուգիր, որի պատճառով ոչ զանգ եմ տեսնում, ոչ սիրային հարաբերություն եմ տեսնում, ոչ էմոցիա եմ տեսնում, որպեսզի ձեր հարաբերությունը կարգավորվի, սիրելի Մահեր, սիրելի Մարիամ, մաքրվեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ հարաբերությունների ակտիվացում լինի, նոր հնարավոր է, որ անձնական երջանկություն լինի։ Սիրելի Լիան, եւ գրեք ձեր տարիքը, Քրիստինե 33 տարեկան, երեխա կլինի թե ոչ, Քրիստինե 33 տարեկան, երեխա կլինի թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, կա դժվարություններ, կա խնդիրներ, սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է երեխա ունենալու ճանապարհը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի, որ դուք երեխա ունենաք։ Հրանտ 23 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրանտի համար, Հրանտ 23 տարեկան, ընդհանուր, սիրելի Հրանտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս, սիրելի Հրանտ, Գևորգ, Գևորգ 27 տարեկան, ֆինանսական, Գևորգ 27 տարեկան, ֆինանսական, սիրելի Գևորգ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից հաղթանակով դուրս եք գալիս, ֆինանսական հաջողություններ լինելու է 100%, սիրելի Գևորգ։ Շնորհակալ եմ։ Լիանա, Գևորգ, եւ կհաշտվեք թե ոչ, Լիանա, Գևորգ, հաշտություն կլինի թե ոչ։ Սիրելի Լիան, սիրելի Գևորգ, ձեր բաժանության, ձեր անհաշտության պատճառը նեգատիվությունն է, որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի երջանկություն, լինի հաշտություն, լինի միություն։ Մարիետա 22 տարեկան, հնարավորություն կլինի բալիկների այսօր բերես ձեր մոտ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, սիրելի Մարիետա, այո, սիրելի Մարիետա, ցույց է տալիս, որ հնարավորություն կլինի, սիրելի Մարիետա, Անուշ 48 տարեկան, անձնական, Անուշ 48 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Անուշ, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, կա դժվարություններ, գիտեք ինչ, սիրելի Անուշ, ձեր անձնական ամբողջովին փակված է ցույց տալիս, չկա անձնական, ամեն ինչ քանդված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս քաոսային վիճակից, նոր կլինի անձնական, ինչին ձեր եք տալիս քանդվում է, անձնական չկա, սիրելի Անուշ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի անձնական։ Անուշ Մարատ, ընդհանուր տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի և Մարատի համար։ Անուշ Մարատ, սիրելի Անուշ, սիրելի Մարատ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Անուշ, սիրելի Մարատ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակած դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս։ Կարինե 45 տարեկան, ինչ է սպասվում։ Կարինե 45 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Կարինե, հաջողություն է սպասվում, հաղթանակներ է սպասվում, երջանկություն է սպասվում, լավ լուր է սպասվում, պրոբլեմները, խնդիրները թողնում է անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ։ Եթե խնդիրներ կա իրավական դաշտի հետ կապված, եթե խնդիրներ կա անձնական ոլորտի հետ կապված, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Լևոն 36 տարեկան, անձնական ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար։ Լևոն 36 տարեկան, սիրելի Լևոն, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր անձնականն է փակված, ձեր ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լևոն, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա թուղթուղիր կա, սիրելի Լևոն, որ ամեն ինչ փակում է, ամեն ինչ քանդում է։ Շնորհակալ եմ։ Հասմիկ 39 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 39 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա տոհմական անեծ, ձեր վրա կա խարտանք, այս նեգատիվը ամեն ինչ փակում է, հաջողություն չկա ձեր կյանքի ոչ մի ոլորտներում, սիրելի Հասմիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, այս նեգատիվը ամեն ինչ փակում է, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Լորա 22 տարեկան անձնական։ Լորա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լորայի համար։ Սիրելի Լորա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լորա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Կարինա 29 տարեկան անձնական։ Կարինա 29 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Կարինա, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, բայց մի փախեցեք, ձեր և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվել եք, սիրելի Կարինա։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։
Անահիտ 34 տարեկան, ընդհանուր տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 34 տարեկան, կա խնդիրներ սիրելի Անահիտ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում, լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակները կատարվելու են։ Արման 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Արման 34 տարեկան, սիրելի Արման, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես անձնական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արման, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Գրանցվեք իմ ալիքներին, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Ադրիանա 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ադրիանայի համար։ Կա խնդիրներ սիրելի Ադրիանա, վախեր ունեք շատ մեծ, սիրելի Ադրիանա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, դուք հոգեբանական խնդիրներ ունեք, հնարավոր դեպրեսիայի մեջ եք, սիրելի Ադրիանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, դուք այդ ընկճվախտից, այդ դեպրեսիայից կկարողանաք դուրս գալ, կկարողանաք այդ վախերն ու պրոբլեմները հաղթահարել։ Ձեր վրա գիր կա, որը բերում է պրոբլեմներ և ձեր առողջական ոլորտի և անձնական և գործնական ոլորտի հետ կապված։ Նարինե 57 տարեկան, տեսնենք ինչ է ասում Նարինե 57 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Սիրելի Նարինե, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք կատարվի և աշխատանքի հետ կապված և անձնականի հետ կապված, եթե նույնիսկ խնդիր եկա, պրոբլեմ եկա, սիրելի Նարինե, դուք այդ խնդրես պրոբլեմից դուրս եք գալիս, դուք այդ խնդրես պրոբլեմից ազատվում եք։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Մայրամ 46 տարեկան, անձնական, Մայրամ 46 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Կա խնդիրներ սիրելի Մայրամ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որը փակում է ձեր անձնական ոլորտը, փակում է ձեր գործնական ոլորտը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Մայրամ, դուք ոչ թե առաջ եք գնում, այլ ընդհակառակը, ձեր կյանքը հետընթաց է ապրում, խնդիրներ, պրոբլեմներ, ոչ մի ավարտի հասած իրավիճակ չկա, ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ է։ Մայրամ 30 տարեկան, Մայրամ 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 30 տարեկան, կա խնդիրներ սիրելի Մայրամ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում, լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Մայրամ, ձեր երազանքները նպատակները
կատարվելու են։ Ռոման 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար։ Ռոման 30 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Ռոման։ Սիրելի Ռոման, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ուժի էներգիայի կորուստ է եւ անձնական խնդիրներ կա եւ ֆինանսական խնդիրներ կա նաեւ իրավական խնդիրներ։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռոման, նոր կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն եւ հաղթանակ։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, սիրելի Ռոման։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Հովհաննես 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Հովհաննես 47 տարեկան անձնական։ Հովհաննես 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Փակված է ձեր անձնականը, սիրելի Հովհաննես։ Սիրելի Հովհաննես, ձեր անձնականի վրա թուղթուկիր կա, ձեր անձնականի վրա մագիա կա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի արթնացում, նոր կլինի անձնական, սիրելի Հովհաննես։ Անի Սարգիս, կլինեք միասին թե ոչ։ Անի Սարգիս, կլինեք միասին թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Անի, սիրելի Սարգիս։ Այո, սիրելի Անի, սիրելի Սարգիս, ճիշտ է, խնդիրներ կան, բարդություններ կան, բայց դուք կլինեք միասին։ Շնորհակալ եմ նվերների համար։ 48 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 48 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք կամքով այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս, հատկապես ֆինանսական ոլորտի մասին է ձեր մտածումը, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Ռուզաննա 56 տարեկան։ Տեսնենք ինչ ասում Ռուզաննա 56 տարեկան։ Սիրելի Ռուզաննա, կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, խնդիր, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողությունների, հաղթանակների ժամանակահատված։ Հատկապես հնարավոր է հաջողություններ լինի անմիջապես ձեր ֆինանսական ոլորտում։ Անի 33 տարեկան, տուն կստանաք թե ոչ։ Անի 33 տարեկան, տուն կստանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակում է ձեր այդ տուն ստանալու երջանկության ճանապարհը։ Ոչ միայն դրա վրա է աստու, ձեր եւ առողջականին, եւ անձնականին։ Սիրելի Անի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ դրանից հետո տուներ կստանաք, տուներ կառնեք, աշխատանք կլինի եւ անձնական երջանկություններ կլինի։ Ամեն ինչ փակված էր, սիրելի Անի,
այդ նեգատիվը փակում է նաև ձեր տուն ստանալու հնարավորությունը։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, տալիս եք ձեր հարցը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը և հարցը։ Մարինե 46 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 46 տարեկան, սիրելի Մարինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, կանգնել եք ամբողջովին փակուղու առաջ, ոչ մի ավարտի հասած ոչ մի բան չկա, քաոս է և անձնականում, քաոս է և գործնականում, կա նաև առողջական խնդիր։ Սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի մեջ կմտնի լույս, ձեր կյանքի մեջ կմտնի ուրախություն, այդ նեգատիվը ամեն ինչ փակում է։ Հովո 23 տարեկան գործնական, Հովո 23 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովոյի համար։ Հովո 23 տարեկան գործնական, կա խնդիրներ սիրելի Հովո, և գործնական, և անձնական ոլորտում, սիրելի Հովո, ձեր վրա կա քիչ, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, և անձնականն է փակված, և գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դուք դեռ երիտասարդ եք, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և հաղթանակներ և հաջողություններ կլինի և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Գրանցվեք իմ ալիքների, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Անի Մարատ, կհասնեք իրար թե ոչ։ Անի Մարատ, կհասնեն իրար թե ոչ։ Կա դժվարություններ սիրելի Անի, բայց մի վախեցեք, ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց կհասնեք իրար, կլինի միություն, կլինի սեր, կլինի ընտանիք։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Սիրելիներս, իմ համարը, իմ տելեգրամյան, տիկտոկյան ալիքի վերևում գրած է։ Ինձ նամակով գրեք, ես ուղղեմ իմ համարը։ Ռաֆիկ 40 տարեկան, գործնական, ֆինանսական։ Ռաֆիկ 40 տարեկան, գործնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆիկի համար։ Կա խնդիրներ սիրելի Ռաֆիկ, բայց մի վախեցեք, այդ խնդիրները ժամանակավոր է, ձեր գործնական, ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Անի 37 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Անի 37 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։
Ախտիրներ սիրելի անի, բայց դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի անի, Էդգար Ելեն, կլինեն միասին թե ոչ, Էդգար Ելեն կլինեն միասին թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի Ելենի համար, կա խնդիրներ սիրելի Էդգար, սիրելի Ելեն, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց կլինեն միասին, ճիշտ է խնդիրներ, դժվարություններ կա, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց կլինեն միասին, Հերմինե 22 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր ամեն ինչ փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Հերմինե, ամեն ինչ փակված է, ամեն ինչ փակված է։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Արփիկ 46 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Արփիկ 46 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արփիկ։ Գիտեք ինչ, սիրելի Արփիկ, բժշկական միջամտությամբ, եթե դիմեք բժշկական միջամտությամբ հնարավոր է, իսկ եթե բժիշկների միջամտությամբ չդիմեք հնարավոր չէ, դա հնարավոր է էկոլինի արհեստական բեղմնավորման ձևով, նման դեպքում հնարավոր է որ լինի բալիկ, իսկ եթե բժիշկների միջամտությունը չլինի, չեմ տեսնում որ դուք կունենաք բալիկ, սիրելի Արփիկ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, Մարիամ Վրեժ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Մարիամ Վրեժ, Սիրելի Մարիամ, սիրելի Վրեժ, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որը չի թողնելու, որ հանդիպում լինի, որը չի թողնելու, որ լինի անձնական երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի միություն, նոր հնարավոր է լինի անձնական երջանկություն, այդ նեգատիվը ամեն ինչ կքանդի, սիրելի Մարիամ, սիրելի Վրեժ, 21 տարեկան, անձնականը դասավորվի թե ոչ, 21 տարեկան, այո սիրելի Աքսան, ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, Հերմինե 37 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, Հերմինե 37 տարեկան, անձնական, կա խնդիրներ սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, անձնականը գալիս տեղ չի ասում, ընդհանրապես ճիշտ է կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Հերմինե, բայց դուք կկարողանաք այդ խնդիրների դժվարություններից հաղթանակով դուրս գալիս, երջանկությունը ձեզ մոտ է սիրելի Հերմինե, Լիլիք 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիքի համար, Լիլիք 40 տարեկան,
Սիրելի լիլիք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, մագիա, ամեն ինչ փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի, ձեր կյանքի ոլորտներում լինի երջանկություն, լինի հաջողություն։ Կկործնեք ձեր աշխատանքը, թե ոչ։ Արեք 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեգ 34 տարեկան։ Կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Արեգ։ Ոչ, ես տեսնում եմ, որ դուք չեք կորցնի այդ աշխատանքը։ Ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց դուք այդ խնդիրները, այս պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, դուք չեք կորցնի ձեր աշխատանքը, սիրելի Արեգ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Աննա 41 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 41 տարեկան, անձնական։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Խնդիրներ եւ խնդիրներ, սիրելի Աննա, քանի գնում անգամ փակողու առաջ եք կանգնում։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Սևակ Մարիետա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սևակի եւ Մարիետայի համար։ Սիրելի Սևակ, սիրելի Մարիետա, ցույց է տալիս, որ հաջողություն է լինելու եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում։ Եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Սևակ, սիրելի Մարիետա։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում աստղային քարտեզը, մեկնաբանում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսահոլովակի միջոցով։
գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Քրիստինե 23 տարեկան, ինչ է սպասվում մոտ ժամանակ։ Քրիստինե 23 տարեկան, ինչ է սպասվում։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի Քրիստինե, հաջողություն սպասվում, ինչ երազանք նպատակ, որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, սիրելի Քրիստինե։ Տարուն 35 տարեկան, կամուսնանաք թե ոչ։ Տարուն 35 տարեկան, ամուսնություն կլինի թե ոչ։ Սիրելի տարուն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր ամուսնանալու իրավիճակը, դիմեք էքստրասենսի ամուսնություն։ Ձեր վրա շատ մեծ անեծք կա, սիրելի տարուն, որը փակում է առաջ գնալու, ամուսնանալու, երջանիկ լինելու ճանապարհը։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզներ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Սևադա 46 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սևադա 46 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Սևադա, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, մի քվախեցեք, եթե խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, եթե խնդիրներ կա պետական իրավական դռների հետ կապված, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից նույնպես հաղթանակով դուրս եք գալիս։ Գիտեմ, հո ամեն բան չեմ պատասխանելու, Ելենա ջան, գիտեմ, տեսնում եմ,
Դե մարդը մեծ երազանքներ ունի, ինչ անես, սիրելիս, Աննա 28 տարեկան, անձնական, Աննա 28 տարեկան, անձնական, սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Աննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Անյութը 62 տարեկան, Անյութը 62 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում մեր սիրելի Անյութայի համար։ Անյութը 62 տարեկան, առողջական, լինելու է աբակինում, լինելու է լավացում, սիրելի Անյութա, պարտադիր կատարեք բժիշկների ցուցումները, կլինի լավացում, կլինի առողջացում, դուք կապակինվեք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Լուսինե 37 տարեկան, տեսնենք ինչ ասում մեր սիրելի Լուսինեի համար, Լուսինե 37 տարեկան, Լուսինե ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, շրջանում հաջողություն լինելու է ձեր ֆինանսական ոլորտում, հնարավոր է ձեր աշխատանք ունենաք, լավ աշխատավարձ ստանաք, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք, հնարավոր է ժառանգություն ստանաք, սիրելիս ցույց է տալիս, որ հատկապես ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։
Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք գտնել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Այսօր ավարտելու եմ ուղիղ եթերը, ում հարցերին որ չկարողացա այսօր պատասխանել, սիրելիներս, իմացեք, որ հաջորդ շաբաթ կիրակի նորից լինելու է ուղիղ եթեր, ում հարցին որ չկարողացա պատասխանել, այդ ժամանակահատվածում կպատասխանեմ ձեր հարցերին։ Եթե դուք ունեք հարևաններ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պարահոգեբանի, պայծառատեսի օգնությունը, իրեն նույնպես ներկայացրեք, որ ամեն շաբաթ կիրակի կա ուղիղ եթեր, թող իրենք նույնպես գրանցվեն իմ ալիքներին, իրենք նույնպես մասնակցեն ուղիղ եթերներին, իրենք էլ տան իրենց հարցերը եւ ստանան իրենց պատասխանները։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։